Հարևցես, սեպտեմբեր 24-ին հոկտեմբեր 4-ի դեպողության հայ մշակութային ժառանգությունն ու ազգային ավանդությունները արժևորելու և զանոնք նոր սերունդներուն փոխանցելու նպատակով համազգային հայ գրթական և մշակութային միության Կանադայի շրջանային վարչությունը Հայաստանեն հատկապես հրավիրած էր ագունք պետական ազգագրական համույթը ստեղծագործական ղեկավար Արթուր Շահնազարյանի համերգային շրջակայությամբ հանդես գալու Մոնտրեալի, Քեմբրիջի և Թորոնտոյի մեջ։ Սույն համերգներով և 3 լեցուն դահլիճներու մեջ համույթը ներկայացուց հայկական ազգագրության կարևոր և անբաժան մասը կազմող երաժշտությունը, երգերն ու բառերը, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր քնահանդանքին։ Համերգներեն անգախ իրենց շրջակայության ընթացքին ագունքի անդամները առիթ ունեցան նաև ծանոթանալու Կանադայի հայկական համայնքին։ Անոնք ամենուրեք այցելություններ կատարեցին հայկական վարժարաններ, միություններ և եկեղեցիներ, ստեղծելով մեծ խանդավառություն։ Փոքր աշխատանոցներով հանդիպումներ ունեցան համազգայնի բառախումբերուն և երգչախումբերուն հետ։ Մեկ խոսքով, անոնք ուր որալ գտնվեցան, հայկական դհոլով ու զուռնայով, նոր կյանք, նոր երանդ և շունչ բերին հայրենիքեն մղոններ հերու Կանադայի ափերուն, մեզ փոխադրելով մեր ագունքներուն, վերաբրելու հայ մշակույթի կարևոր մեկ մասը կազմող արևմտյան և արևելյան Հայաստանի տարբեր շրջաններու ազգագրական երգերն ու բառերը։ Անշուշտ այս բոլորին զուգահեռ համույթը այցելեց նաև Կանադայի դեսարժան վայրերը։ Իրենց կեցության ընթացքին Հայ հորիզոն մեծ հաճույքով ուղեկցեցավ ագունք պետական ազգագրական համույթին, հետևաբար սույն հաղորդումով կհրավիրենք ցեզի ևս միասնապար վայելելու հիշադակելի այս երկու շաբաթները ագունքին հետ։
Ակունքը ինձ համար ապրելակերպ է, ապրելաձև է, որը որ ես չեմ պատկերացնում առանց ակունքի իմ կյանքը, ինձ համար ոչ թե աշխատանք է, գործ, որտեղ գնում եմ, այլ ուղղակի ապրում եմ էլ մեծերի կողքին, ամեն վարքյան սովորելու իրենցից ամեն բան։ Երբ 16 տարեկանում ես գնացի ակունք, այդ ժամանակ հիշում եմ, որ մեր Հայաստանում, Երևանում երիտասարդությունը ազգային այդ երաժշտությանը բարին մոտ չէին, բայց վերջին տարիներում շատ մեծ բան փոխված է, շատ մեծ բան, եւ այսօր այո, երիտասարդների շատ մեծ թվով երիտասարդներ արդեն ազգային երաժշտության երգի բարի կողքին են, սովորում են, նույնիսկ արդեն տարածում են, մեծ թվով երիտասարդներ ունենք, այո։ Բեմ են բարձրանում, երբ որ այդ երաժշտությունը հնչում է, երբ որ սկսում ենք երգել, երբ որ առավել եւս պարում ենք, ամեն բան կտրվում է մեզ աշխարհից։ Ուղղակի բեմում ես, չգիտեմ, վարամը չեմ կամ որևէ մեկը չեմ, ուղղակի կտրվում եմ աշխարհից եւ անբացատրելի զգացմունք է, բառերով ուղղակի չեմ կարող փոխանցել, փորձում եմ ամեն կերպ ապրել այդ ամենը, զգալ այդ ամենը եւ ամեն բան զգալով եմ կատարում, ուղղակի չեմ կարող, խոսքերով անհնար է բացատրել։ Ես շատ շնորհակալ ենք մենք, խմբով շատ շնորհակալ ենք համազգայինին մեզ այստեղ հրավիրելու այսպիսի ջերմ ընդունելության համար, ուղղակի հրաշալի, չգիտեմ, արտակարգ։ Նախապապերը եւ իմ արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից, այսինքն Էրզրումից, այդ իսկ պատճառով շատ ինձ հոգեհարազատ ակունք ազգագրական համույթը, որովհետեւ այդ բոլոր երգերը, որոնք կատարվում են ակունքում եւ աշխատանքային եւ հարսանեկան եւ հող վարելու եւ ցանելու բոլոր երգերը, այդ ամեն ինչը շատ հոգեհարազատ է ինձ, որովհետեւ ես էլ մանկությունս անցկացրել եմ մի փոքրիկ գյուղում, որտեղ անցել եմ այդ ամեն ինչի միջով։ Այժմ Կանադայում եմ, որտեղ չափից ավել եւ շատ ոգևորիչ ընդունեցին մեզ, ինչի համար շատ շնորհակալ ենք եւ իմ անունից եմ շնորհակալություն հայտնում եւ ակունքի բոլոր անդամների անունից եմ շնորհակալություն հայտնում։ Սփյուռքը հայերը միշտ բարեհամբույր, միշտ սրտաբաց, միշտ հյուրասեր, ամեն առումով, ինչ ես գնացել եմ, որտեղ գնացել եմ, մեծ սիրով ընդունել են մեզ, հյուրասիրել են եւ ամեն տեղ ման են տվել, ինչպես մեր բանը անցավ Կանադայում, ներկայությամբ, որովհետեւ մի կես ժամ ազատ ժամ չունեցանք, այնքան մանեկանք ամեն տեղերը, որի համար շնորհակալ եմ Կանադայի համազգայինին եւ հայ համայնքին այսպիսի ջերմ ընդունելության համար։ Շնորհակալ ենք շատ։ Ակունքում եմ արդեն 46 տարի եւ ակունքը ինձ համար ոչ թե աշխատանք է եղել, այլ ապրելաձև եւ մինչ օրս եւ կարծում եմ ինչքան որ կլինեմ ակունքում, որովհետեւ ակունքը մի մեծ ընտանիք է, որտեղ հավաքվել են մարդիկ, որոնք ունեն մի նպատակ՝ ազգային մեր երգն ու պարը պահելու, տարածելու եւ փոխանցելու համար։ Եվ այնքան հզոր ու մեծ է մեր ազգային երգն ու պարը, որ եթե ամեն հայ կարողանա գոնե որոշակի չափով ծանոթ լինել եւ մտնել մեր ազգային արմատներին ծանոթանա, արդեն կարծում եմ իր ինքնությունը անպայման պահելու է, իրեն զգալու է հայ, իրեն զգալու է հնամինի ազգերից մեկի ներկայացուցիչ, որ ունի շատ մեծ ազգային պաշար եւ կարևոր է դա մեր ինքնության համար։ Մեր երգացանկում ներառված են Արևելյան եւ Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գավառների ու շրջանների երգերը եւ պարերը։
որովհետև կարևոր է, որ այսքան բազմազան շրջաններ ունենալ, ազգային ունենալ բազմաթիվ բարբառներ եւ դրա պահելու ամենալավագույն միջոցը երգն է եւ պարն է։ Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ պատմել։ Դրա համար ակունքը միշտ իր հիմնական գործունեությունը ծավալել է տեսանելիությունը շատացնելու սկզբունքով, անընդհատ եղել ենք ժողովրդի մեջ, անընդհատ աշխարհի որ ծայրում էլ լինենք, անընդհատ ներկայացրել ենք մեր արվեստը, որով շատ հպարտ ենք, եւ պատկերացրեք, որ աշխարհի շատ առաջատար երկրներ մեր ազգային արվեստը լսելով հիանում են, մեր գիտեք, ամենասկ չունի այսպիսի հսկա ազգային պաշար, գուցե մենք դեռ չենք գիտակցում մեր հարստության չափը, բայց հավատացեք, օտարազգիները շատ լավ դա տեսնում եւ զգում են, եւ ինչքան մենք պրոպագանդենք, այդքան հզոր ենք լինելու, իսկ ամենակարևորը մենք պետք է մեր ժողովրդին համայն աշխարհի, որ սփռված է, միշտ մեր ազգային երկն ու պարը փոխանցենք։ Մեր ելույթի տարազները, որ դուք տեսաք, առաջի բաժնում ուրարտական է, նախաքրիստոնական շրջանի տարազ է, ուրարտական ամբողջ իր նախշազարդերով եւ ամբողջությամբ նույնական ձևով օրնամենտները տեղադրված են տարազի վրա, իսկ երկրորդ բաժնի տարազը Սեբաստիայի շրջանի տարազ է, հավաքական մի քիչ իշխանների տարազ է, թավշե ճակետներով եւ երկար տեսակ գեղեցիկ շատ տարազ են եւ ակունքը նաեւ շուտով կունենա երրորդ տարազը դեռ ընթացքի մեջ է այնպես որ հաջորդ ելույթներին արդեն նոր տարազ էլ կունենանք Հանդիսատեսը երևի կարծիքս լավն է, մենք շատ լավ զգացինք, ոգևորվեցինք, որ հեռավոր երկրում Հայաստանից կան նորից տենց մարդիկ, տենց օջախներ, երևի ձեր շնորհքն է, որ այդ մարդիկ այդ ձևի մնացել են, որովհետև եղել են գաղութներ, որ լուծված են եղել, ավելի սառը, ավելի չեն հասկացել այդ մշակույթը, բայց օրինակ այստեղ համարյա չզգացինք, որ դրսում ենք, շատ լավն է, իրոք շատ լավն է, շատ դուր եկավ,
տեղերում որտեղ որ եղանք, երևի մենք այդքան չոգևորեցինք, ինչքան ոգևորվեցինք, ավելի շատ մեծ էներգիա ստացանք, նորմալ երեխեքը։ Հրաշալի համերգ ունեցանք, աշխատանքային երգերով սկսեցինք համերգը, որտեղ ներկայացվում էր հայ գեղչուկի կենցաղը։ Երգերի մեջ ամբողջությամբ նկարագրված էր աշխատանքի պրոցեսում կատարված գործողությունները, բառերը, ինչպես են երգել, ինչպես այդ գործը անելիս, ինչպես նաև կար տղամարդկանց աշխատանքային երգեր, գինու երգեր կային եւ վերջում արդեն ալուր մաղելու երգը եւ հաց թխելու երգը, որ հայ ժողովուրդը իր ամբողջ օրվա ուրեմն կենցաղը վարում էր եւ վերջում պիտի նստեր ընթրիքի ճաշի եւ այդպես երգը շարքն ավարտվում է, համերգի բացումը հենց աշխատանքային երգերի շարքով էր։ Առաջին բաժնում ընդգրկված էր նաև օրորոցային երգերի շարքը, որով էլ ավարտվեց առաջին բաժինը։ Հայ մոր հայ ծնողի մտորումներն է երեխային քնացնելիս եւ իր ամբողջ ապրումները, թե ինչ է զգում ինքը եւ իր ձագուկին փորձում է հենց օրորոցից դաստիարակել, որովհետեւ կա երգ օրինակ, որ ասում է ասքյար բռնե զերգիր բոլոր, այսինքն թուրքը պատել է ամբողջ երկիրը, հայոց հարսներ մացին մոլոր, ամբողջ հարսները մնացել են մոլոր։ Սա Սասունի բարբառն է։ Եվ այսպես համերգը փակեցինք օրորոցայինների շարքով։ Համերգի երկրորդ բաժինը սկսեցինք էպոսի երգերով, Սասունցի Դավթի էպոսի երգերով, Զողորմիների շարքից հատվածներ երգեցինք, այնուհետև շարունակեցինք կատակային երգերով, սիրոքնարական երգերով, ռազմահայրենասիրական երգերով, երկրորդ բաժինը ավելի ուրախ եւ տրամադրող բաժին էր, եւ կարծում եմ հանդիսատեսին հենց այդ բաժինն էլ դուր է եկել, իսկ ամբողջական համերգը ավարտվեց ռազմական պարով, քոչարի եւ յարխուշտա։ Մեզ համար կարևոր էր Կանադայի հանդիսատեսին ներկայացնել չհնչած երգեր, իրենց կողմից չլսված երգեր, որովհետև մենք կարծում ենք, որ դա մեր առաքելությունն է, դաստիարակելու մեր ժողովրդին, հնչեցնելու այն երգերը, որոնք ցավոք սրտի ճակատագրի բերումով հեռավոր անկյուններում չեն հնչում, բայց կարծում եմ, որ այս մշակութային կամուրջը հնարավորություն տվեց Մոնրեալի հանդիսատեսին մոտիկից ծանոթանալու այս երգերին, մոտիկից ընկալելու հայ գեղչկական երգի կարևորությունը իրենց կյանքում, ինչու՞ չէ նաև այսուհետ ներառելով այդ երգերը նաև իրենց խմբերում, համայնքում երեխաներին սովորացնելու համար։ Մեր նպատակը հենց դա էր, որ հնչեր ոչ լսված երգեր, եւ մենք դա արեցինք։ Ես շատ տպավորված եմ Կանադայի հայ համայնքից, որովհետև հրաշալի ընդունելություն են կազմակերպել եւ այս 6 օրերի, 7 օրերի ընթացքում մենք հրաշալի օրեր ենք ունեցել, բացի այն, որ համերգը շատ փայլուն կերպով անցավ, պետք է նշեմ, որ շատ միասնական էր համայնքը եւ մեկը մյուսի կողքին ամուր կանգնած էր, դա ինձ մոտ շատ մեծ տպավորություն է թողել եւ ես ուրախացել եմ, որ հայրենիքից հեռու օտար հողի մեջ հայերը կարողանում են այսքան համախմբված լինել եւ գալ մի գաղափարի շուրջ եւ այդ գաղափարն իրականացնել։ Սա ոգևորիչ է եւ պարտավորեցնող։ Ես վստահ եմ, որ հայությունը ամեն տեղ պետք է համախմբվի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Մենք պետք է համախմբվենք, դառնանք մի բռունցք եւ գնանք դեպի հաղթանակ։
ծառայությունը շատ լավ է, մեծ բավականություն ստացանք։ Իհարկե մեծ շնորհակալություն համազգայինին նման ծրագիր իրականացնելու համար եւ տեղի կանադայի ժողովրդին, ակունքներին ծանոթացնելու եւ նորից վերապրելու իրենց մշակույթը, հայկականությունը, ամեն բան, ինչը կապված է իրենց հայրենիքի հողու ջրի հետ։ Ակունքում լինելը դա մեծ բան է, որովհետև մենք գնում ենք հետ, հասնում ենք մեր արմատներին, մեր ակունքներին, ակունքը մեզ սովորացնում է և ճանապարհն է ցույց տալի հայ մնալուն, որովհետև տարբեր տեղերից, տարբեր երաժշտություններ գալիս են, միաձուլվում են, փորձում են սենց քանդել երկրի մշակույթը, բայց մենք պետք է չթողենք այդ ամեն ինչը տեղի ունենալուն և նաև տալիս է այն, որ մեկս մշեցի ենք մնում, մեկս ալաշկերտի ենք մնում, մեկս չգիտեմ սասունցի, օրինակ սասունցի մարդիկ ունենք, որ խոսում են գնում ես սասուն, ոնց որ դու դառնաս սասունցի, այտենց ամեն ինչի մեջ ակունքն որ ազգը հարատևի, երկիրը ամուր և հզոր լինի, պետք է անդրադառնալ նախ և առաջ հենց այդ արվեստին, այդ շերտին, ազգագրական արվեստի այդ շերտին, որը ծնվում է հասարակ մարդուց, հասարակ գեղջուկից, և դա է իսկական արվեստը հայ ժողովրդի։ Պահպանելով այդ արվեստը մենք միայն կարող ենք համոզված լինել, որ մեր ազգը հարատևելու է, որը մեր բոլորի նպատակն է։
նորից բարև, հոտքը զակը ձեր կով արեց, և նույն զուրնան, որ հնչում էր հիդան թագում, հնչեց հիմա ամեն գյուղում ու քաղաքում, իսկ դհոլը, որ քարել էր ողում սարից, զափեր ողեց ամեն գյուղից և քաղաքից, Սիրելի այրենեգերներ, եկեք մեկ անգամ ևս բարձր ձապողություններով շնորհակալություն հայտնենք ակունք աստղական պետական համույթին, որ այս փերեցիկ երեկոն, պատմական երեկոն, հայկական երեկոն, աշխարհային երեկոն բարդերեցին